ընդդիմությունը ասելիք չունի ընդհանրապես։ Ես ուզում եմ հիշել էլի այս 5 տարիներին ինչ են արել, հիմա մի տեսակ ընտրություններից կես տարի առաջ տոտալ լռություն է տիրում, ազգային ժողովի դահլիճը դատարկ է, բայց ես հիշում եմ, ոնց էր Արթուր Խաչատրյանը այս ամբիոնից sense թափահարում, ասում, այս խաղաղության թուղթ չի, սա թղթի կտոր է ընդամենը, շատ լավ եմ հիշում։ Ես հիշում եմ ինչպես էին իմպիչմենթի գործընթաց օրինակ սկսել, որ եթե 1 ամիս ավել էս կառավարությունը մնա, երկիրը կործանվելու է։ Ես հիշում եմ ինչպես էին գուժում ամեն ամիս Սյունիքը տալու են, Միջանցքը տալու են, ադրբեջանցիները գալու են, բոլորի տները մտնելու են, թշնամին գալիս է ձեզ կոտորի։ Շատ եմ հիշում, շատ լավ եմ հիշում այդ դաշտի տորպեդահարումը, որ 5 տարի թե փողոցում, թե ստեղ ազգային ժողովում, թե ամբողջ մեդիա դաշտում ինչպես էին վախի, սարսուռի եւ դժոխքի մեջ պահում ՀՀ քաղաքացուն։ Բա ինչ եղավ ժողովուրդ ջան, դատարկաթորների հետ ենք էլի զրուցում, ինչ եղավ ձեզ, խաղաղության նախաստորագրված փաստաթուղթն էլ այդ ժամանակ ձեզ չկանգնեցրեց, շարունակեցիք նույն թեզերը շարունակել, թրիփ նախագիծն էլ դեռ չի կանգնեցրել ձեզ, բայց շուտով հասկանում եք, չէ՞ որ հողի վրա այդ պրոյեկտը տեղի է ունենալու, ինչ եք ասելու, էդ էլ չգիտենք։ Ընդդիմությունը պրավալի է ենթարկել իր բոլոր նարատիվները, ինչ է մնացել քաղբանտարկյալների թեզը։